ցանկացած ատոմական աշխարհում փակվել է, որովհետև ատոմականները, որ կառուցում են, իրանք որոշակի գործունեության ժամկետ ունեն, գործունեության ժամկետը երկարաձգվում է մի քանի անգամ, մեծամորի ատոմականի գործունեության ժամկետը երկարացվել է, մինչև 30-ականների կեսերն էր։ 10 տարով։ Այո, դա երկրորդ երկարաձգում, որտեղ 20 տարով ռեսուրսը ավելացվել է, բայց ինչ-որ մի պահ պետք է փակվի։ Հայաստանը դուք մոդուլային մասն եք խոսում, դա համար եմ ասում, դա պետք է փակվի։ Մյուսը, այսինքն Հայաստանը չի դրանից բացի, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ատոմային էլեկտրակայան չունենալ, որովհետև ատոմային էլեկտրակայանը Հայաստանը բերում է աշխարհաքաղաքական հարթություն։ Ավան երկրները, որոնք ունեն ատոմական, նրանք մի քիչ այլ կարգավիճակ ունեն, դա ընտրյալների ակումբի հարց է, բայց պետք է հասկանանք, որ ատոմակայանը դա միայն էներգիայի աղբյուր չի, դա քաղաքական պայմանավորվածությունների արդյունք է, այսինքն սենց այսօսան եմ խոսք տալի, վաղը նրան եմ խոսք տալի, ֆրանսիացիների հետ են բանակցում, ամերիկացիների հետ են բանակցում, ռուսների հետ են բանակցում, երկը պետք է բանակցես, բայց քաղաքական կողմնորոշումը ստեղ ավելի կարևոր է եւ ապահովությունն իհարկե պահելով։ Պարոն Խաչատրյան, նաև այսպիսի տեղեկություններ կան փորձագետների մոտ, որ հետաքրքրություն կա Ամերիկայի Միացյալ Նահանգներից Unity օգտակար հանածոների եւ ուրանի հանքի հետ կապված եւ Վենսի այցը նաև այս հարցերն է շոշափելու այստեղ։ Այսինքն պետք չի փորձագետ լինելու համար փորձագետ լինել տեքստ կարդալու համար, հստակ հունվարի 14-ի փաստաթղթում գրված է, որ Ամերիկայի շահը դա ուրեմն միներալներն են եւ այսինքն հանքանյութերն են եւ օգտակար հանածոներն են, օգտակար հանածոներն են եւ հազվագյուտ հողային մետաղներ, այսինքն ամերիկացիները չեն էլ թաքցնում, որ իրանք շահագրգռված են, հետաքրքրված են Սյունիքի հանքային ռեսուրսների, Էլ եմ ասում, ուտեղ փորձագետի հարց չկա, պարզ գրած է իրան։ Եվ մաքսատուրքերի Իրանի հետ կապված հայտարարության մասին Թրամփի էլի կրկին ասում է Իրանի հետ առևտուր անող երկրներին մաքսատուրքերը մեծացնում է մաքսատուրքերը։ Սա Հայաստանի տնտեսության վրա ինչպես կանրադառնա։ Կատաստրոֆիկ։ Հայաստանի Հանրապետությունը միշտ կարողացել է բալանսավորված, փոխլրացնող, կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Եվ Միացյալ Նահանգներ, Իրան հակամարտությունների նույնիսկ ամենավատ պայմաններում Հայաստանը ստացել է Միացյալ Նահանգների ընկալումը, որ Իրանի հետ հարաբերությունների փչացումը մեզ համար ուղղակի կենսական գոհութենական ռիսկ է։ Ակներևաբար այս իշխանությունները այդ հարցում հաջողություններ չեն արձանագրել, որովհետև եթե Հայաստանը փակի սահմանը Իրանի հետ կամ միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, մենք ունենալու ենք շատ լուրջ խնդիրներ, գոհութենական մակարդակի խնդիրներ։ Այնպես որ պետք է կարողանան թույլ չտան, որպեսզի դրվի այդ հարցը կամ։ Դեպ մենք դեռ 21 թվականից մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թող Արցախում լինեն ռուսները, իսկ Սոյք խոզնավար հատվածում լինեն այլ երկրի խաղաղապահ ուժեր, ասում ենք Հայաստանը չես կարող դարձնել տիտանների բախման թատերաբեմ, որովհետև տենց բան որ անում ես, վաղը կամ-կամի հարցն է առաջանալու եւ իրանց բալանսավորված եւ բալանսավորվող քաղաքականությունը կարող է բերի շատ ծանր հետևանքներ։